Սարքավորումների տեխնիկական սպասարկում և վերանորոգում։ ՏՍՎ-ն տեխնիկական և վարչական միջոցառումների համախումբ է, որն ուղղված է շահագործման ընթացքում սարքավորումների աշխատունակության պահպանմանը կամ վերականգնմանը, սարքավորումների այնպիսի վիճակի ապահովմանը, որով դրանք կկատարեն իրենց անհրաժեշտ գործառույթները և կապահովեն արտադրանք։ ՏՍՎ ժամանակակից կառավարման համակարգը պարզապես պլանավորում և գրաֆիկների կազմում չէ։ Այն ներառում է սարքավորումների առաջնահերթության սահմանում, հնարավոր անսարքությունների խոր վերլուծություն, դրանց կանխարգելման մեթոդների ներդրում և այլ միջոցառումներ վերահսկելի տեխնիկական սպասարկում ապահովելու համար։ Ժամանակակից ՏՍՎ գործընթացի կազմակերպման հիմնական քայլերը։ Առաջին քայլում իրականացվում է սարքավորումների կրիտիկականության, կարևորության աստիճանի վերլուծություն։ Որոշվում է յուրաքանչյուր սարքավորման կարևորությունը և ռիսկի աստիճանը, հաշվի առնելով դրա խափանման հավանականությունը, ազդեցությունը անվտանգության, շրջակա միջավայրի և արտադրության վրա։ Այդ նպատակով հուսալիության գծով մասնագետներն աշխատում են ողջ կոմբինատի սարքավորումների կատալոգով և հատուկ մեթոդաբանությամբ հաշվարկում կրիտիկականության աստիճանը։ Այս փուլն անհրաժեշտ է աշխատանքներն ու ծախսերն ավելի արդյունավետ բաշխելու և արտադրական կորուստները բացառելու համար։ Երկրորդ քայլը չափազանց կարևոր է և աշխատատար։ Հուսալիության գծով մասնագետները արտադրամասերի տեխնիկական մասնագետների հետ համատեղ մշակում են անհրաժեշտ գործողությունների ցանկն ու դրանց պարբերականությունը։ Նրանք վերանայում են սարքավորումների ՏՍՎ ընթացիկ ռազմավարությունները և տեխնոլոգիական քարտերը, հիմնվելով հուսալիության վերլուծությունների և սպասարկման գործող համակարգի արդյունքների վրա։ Արդյունավետ սպասարկման ռազմավարությունների հետագա կառավարումը գործընթացի երրորդ քայլն է։ Այստեղ, ելնելով արտադրական ծրագրից, մշակվում է կոմբինատի սարքավորումների ՏՍՎ օպտիմալ և տնտեսապես հիմնավորված ռազմավարություն։ Գլխավոր նպատակը խափանումների ռիսկերի և դրանց հետևանքների նվազեցումն է։ Այս փուլում ստեղծվում են սարքավորումների շրջայցերի, զննումների, նորոգման և սպասարկման տեխնոլոգիական քարտերը, որոնք ներբեռնվում են Adzin-S-Tyre համակարգ։ ՏՍՎ ռազմավարությունների ներդրումը Adzin-S-Tyre-ում կապահովի նորոգման աշխատանքների պլանավորման, հաշվառման և իրականացման ճկուն գործընթաց, դրանց հետագա օպտիմալացման հնարավորությամբ։ Չորրորդ քայլը ՏՍՎ աշխատանքների պլանավորումն է։ Սա մի գործընթաց է, որը կատարողից մեծ ուշադրություն է պահանջում։ Այս փուլում պլանավորման մասնագետները ստեղծում են սարքավորումների ՏՍՎ աշխատանքների հավասարակշռված պլան, հաշվի առնելով դրա կատարման համար անհրաժեշտ ռեսուրսները՝ բյուջեն, ժամկետները, պահեստամասերի հասանելիությունը, անձնակազմը, սարքավորումները և այլն։ Բոլոր նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ավարտից հետո գալիս է բուն նորոգման պահը։ Հինգերորդ քայլում վերանորոգող անձնակազմը վարպետների և տեղամասերի պետերի գլխավորությամբ իրականացնում է բոլոր մշակված ու պլանավորված միջոցառումները, գրանցում է սարքավորումների խափանումներն ու անսարքությունները, հաստատում կատարված գործողություններն ու դրանց ծավալները, ինչպես նաև օգտագործված պահեստամասերի քանակը։ Այլ կերպ ասած, նրանք ապահովում են սարքավորումների աշխատունակությունը նորոգման աշխատանքների ժամանակին, անվտանգ կատարման և համակարգում արտացոլման հաշվին։ Իրականացված քայլերը չափազանց կարևոր են կոմբինատի ՏՍՎ համակարգի անխափան աշխատանքի համար։ Մշտական բարելավման շրջանակում անհրաժեշտ է գնահատել սարքավորումների ՏՍՎ աշխատանքների արդյունավետությունը և սահմանված նպատակների իրագործման մակարդակը։ Արդյունքում որոշվում են ընթացիկ գործընթացների բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումները, կատարվում է սարքավորումների աշխատանքի վերլուծություն, դրանց ախտորոշում և վիճակի մոնիտորինգ։ Այս փուլում ներգրավված են նորոգման ողջ օղակի բոլոր մասնագետները։ Հաջորդող քայլերը կրկնում են ողջ գործընթացը սկզբից, ինչը երաշխավորում է բարձր արդյունավետություն և ՏՍՎ գործընթացների շարունակական կատարելագործում։